Բարեցես, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հետագա լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը քննարկեց Պոնդոսի հույներու ցեղասպանությունը եւ մոտակա հիշադակի միջոցառումները։ Թուլուզի մեջ խաչքարը բղծված է։ Փոխնախագահը ճնշած է հայրու ցեղասպանության մասին քրարումը։ Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելած է հայրու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր։ Հայկական երաժշտության գաղտնիքները կբացահայտվին։ Երևանյան վարչագահը կգնահատե հայոց զավակներու կյանքը, Աշոտ Հարությունյան։ Անկարան կդակցնե ճշմարտությունը, Թուրքիո մեջ կբացահայտվի հայ ինքնությունը։ Բանրախաշ։ Փետրվար 11-ին գումարված Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 4-րդ նիստին քննարկված է Պոնդոսի հույներու թեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, շեշտադրելով հայ ժողովրդին եւ Պոնդոսի հույներուն միջև պատմական փոխհարաբերությունները, ինչպես նաեւ երկու ժողովուրդներու հանդեպ իրականացված ցեղասպանություններու հետևանքներու համեմատությունը։ Ինչպես նաև նիստին քննարկված են Արևմտյան Հայաստանի 2026 թվականի պաշտոնական միջոցառումները, որոնց շարքին զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձը, որ պիտի նշվի փետրվար 25-ին։ Նիստը ամփոփած է ազգային ժողովի նախագահ Տիգին Նելի Հարությունյանը, ընդգծելով ընկերային հարթակներուն վրա դեղային իրազեկվածության բարձրացման եւ հանրային մասնակցության կարեւորությունը։ Ֆրանսիայի Տուլուզ քաղաքին մեջ բղծված է հայրու թեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված հուշարձանը։ Այս մասին կհաղորդե Ֆրանսիայի մեջ բնակող քյուրդ հասարակական գործիչը, որոնց խոսքով քաղաքապետարանի լրությունը անընդունելի է, իսկ մեղավորները բարտին բացահայտվել եւ արժանանալ պատժի։ Խաչքարին ետևի հատվածին վրա ցկված ստորագրությունը ակնհայտորեն կվերագրվի թուրքական ծայրահեղական քոշ քայլեր խմբավորման։ 1993 թվականին կանգնեցված հուշարձանը նվիրված է 1915 թվականին զոհ կացած 1.5 միլիոն հայրու հիշադակին եւ դարիներու ընթացքին դարձած է հիշադակի խորհրդանիշ, արտացոլելով հայրու ցեղասպանության Ֆրանսիայի գոմե ճանաչումը եւ երկրի մեջ հայկական համայնքի ներկայությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու ներկայացուցիչներու դան նախկին խոսնակ Նենսի Պելոսին գոշտ արձագանք տված է փոխնախագահ Ջեյմս Ստիվենսի գոմե հայրու ցեղասպանության վերաբերող քրարման ճնշման առնչությամբ։ Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդի մեջ եւ բացահայտ կերպով խոսեցավ հայրու ցեղասպանության մասին առանց ներողություն խնդրելու, որովհետեւ ճշմարտությունը կարեւոր է, գրած է Պելոսին իր միկրոբլոգին մեջ։ Ան հիշեցուցած է, որ ներկայացուցիչներու բալադը 2019 թվականին ընդունեց երկկուսակցական բանացևը ճանչնալով հայրու ցեղասպանությունը, իսկ 2021-ին նախագահ Բայդենը պաշտոնապես ճանցավ զայն, ցույց տալով բարոյական առաջնորդություն։ Պելոսին շեշտած է, որ Վենսի քրարման ճնշումը ամոթալի է եւ խորաբես հուսապեցնող քայլ է, որը անարգան կհանդիսանա զոհերուն հանդեպ եւ կթույլատնե մարդասիրական հանձնառությունը։ Հայրու թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան այցելած է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ Էլ-Մուսավին։ Անոր թիմավորած եւ ուղեկցած է ցեղասպանության թանգարան հիմնարկի դնորեն Էդիտա Գզոյանը։ Հաղորդակցության համաձայն Ալ-Մուսավին ցեղեկներ խոնարհած է անմեղ զոհերու հիշադակին, ապա շրջայց կատարած է հուշահամալիրի դարածքին մեջ։ Էդիտա Գզոյան ներկայացուցած է ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը եւ անոր նշանակությունը հայ ժողովրդին համար։ Շրջայցի ավարտին Ջամալ Էլ-Մուսավին քրարում կատարած է թանգարանի հուշամատյանին մեջ, դնորենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակված են գիրք նվերներով։ Փետրվար 19-ին Քրեսենտա Հովիդի Մհեր եւ Սաթիկ դեր երիտասարդական կենտրոնին մեջ պիտի գայանա բացարիք դասախոսություն ուդը եւ հայ-ամերիկյան ինքնությունը խորագրով, որը պիտի վարե պաստապան եւ երաժշտակետ Անդրանիկ Գզիրյանը։ Դասախոսության ընթացքին պիտի ներկայացվի ուդը որպես հնագույն լարային գործիք, անոր երաժշտական եւ մշակութային դերը, ինչպես նաեւ անոր ճանապարհը Արևմտյան Հայաստանեն դեպի Սփյուռք, հայկական ինքնության պահպանման եւ նոր մշակութային ուղղություններու ձևավորման մեջ։ Բանախոսի փորձառությունը կներառե ժողովրդական, դասական, ռոք եւ ջազ երաժշտություն, ինչ որ հնարավորություն կտա ունկնդիրներուն մեկ դիտարկմամբ ընկալելու հայկական երաժշտության բազմազանության ամբողջ շինչունային դիրույթը։ Դասախոսությունը պիտի եզրափակվի հարց ու պատասխան բաժինով։ Ասկի ուժը միայն հաղթանակներով չի չափվիր, այլ նաև զիրար պաշտպանելու, գող կողքի կանգնելու եւ զավակներու ճակատագրերը արժեվորելու կարողությամբ անկախ անոնց ընտրած ուղի են։ Վերջին ցավալի լուրերը Ուկրաինայո մեջ արփաթ հայկական գումարտակի հրամանատար Արցախյան ցակում ունեցող Հայկ Կասպարյանի զոհվելը իր հարսանիքեն ընդամենը քանի օր առաջ եւ ավելի վաղ Մոսկվայի Գարմիր Արաքասներ համալիրին մեջ հիմնադիր Արմեն Սարգսյանի մահը գրգին կբացահայտեն ազգային պատասխանատվության եւ pedagogan հոգացության սուր խնդիրը։
Թարերը ի վեր հատկապես 1918-ին մինչև 2023 թվականը Արցախցի հազարավոր ընտանիքներ գործընծուցած են դունը, անվտանգությունը եւ կյանքի գայուն հիմքերը։ Այսօր շատեր կփորձեն նոր կյանք կառուցել Արևելյան Հայաստանի Հանրապետության մեջ, փախվելով ընկերային եւ վարչարարական դժվարություններով։ Այս պայմաններուն մեջ մարդագետրոն, երկարաժամկետ պետական քաղաքականությունը, հատկապես բնակարանային հարցին ժամանակակրված լուծումը կենսական է։ Դունը միայն բادر եւ դանիք չէ, այլ գայունության, վստահության եւ հայրենիքին հետ կապի հիմք, իսկ անոր ապահովումը ոչ միայն ընկերային, այլ ազգային համերաշխության, պետական պատասխանատվության եւ ժողովրդական անվտանգության հարց։ Վերջին օրերուն Թուրքիո մեջ նկատելի դարձած է ուշագրավ եւ անսպասելի զարգացումը։ Թուրքական ինքնությամբ ջանցված որոշ շրջանակներ սկսած են բացահայտել իրենց իսկական արմատները, հանգելով այն իրողության, որ անոնք իրականության մեջ հայցակում ունին։ Այս բացահայտումները ցնցիչ աստեցություն կցկեն դարաշրջանին մեջ եւ նոր հետաքրքրություն կհարաճացնեն պատմության եւ ինքնության հարցերուն շուրջ։ Հայկական համայնքը կպահանջի, որ Թուրքիան հնարավորություն տա այս անձերուն ազատորեն դեղեկանալու իրենց արմատներուն մասին, ուսումնասիրելու եւ ճանաչելու իրենց իրական ինքնությունը, անկախ քաղաքական կամ պետական ճնշումները։ Գշեշտվի, որ խնդիրը միայն անհատական չէ, այլ կվերապերի նաեւ ազգային ինքնության եւ պատմական ճշմարտության վերականգնման։ Այս ընթացքին առանձնապես կարևոր է, որ միջազգային հանրությունը ուշադիր հետևի իրավիճակին եւ աջակցի այս գործընթացին, ապահովելու համար ազատ եւ խաղաղ ինքնագիտակցության վերահաստատումը։ Բանրախաշը գյուղական բարձ եւ առօրյա ուտեստմն է։ Ան պատրաստված է հայկական բոլոր շրջաններուն մեջ, հետեւաբար ունի բազմաթիվ տարբերակներ։ Գան սոխարածով կամ կարմիր գծու բղբեղով, սխտորով կամ ցվով պատրաստված բանրախաշներ, թել բանիրով կամ հորած բանիրով, չոր լավաշով կամ հին հացով։ Բանրախաշը կմատուցվի դակ վիճակի մեջ։ Ան բարձ բայց հագեցնող եւ ջերմացնող ուտեստմն է հատկապես ցմերը։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։